Մի խոսքով չեմ կարող մեկ բարերը շարադրեմ, դուք պիղծեղել եք, պիղծ մնալու եք, ես վապշե մի վարկյան չեմ կասկածում, դուք այդ ենք պիղծել կմնաք, ձեր կյանքում։ Շնորհակալություն, հիմա ուզում եմ խոսքը փոխանցել Գորիսից մեզ միացած հարազատը զինծառայողի։ Ես Գորիսից եմ, Արտավազ Խաչատրյան, 44 օրվա պատերազմում նահատակված Արություն Խաչատրյանի հայր, իմ միակ որդին զոհվեց, իմ ընկերների տղաները, ընկերներս, ես հատ մի վարկյան բան կացույց տամ ու ես իմ խոսքը ունեմ ասելու։ Իմ որդին է, միակ որդին։ Ես որ Գորիսից հասել եմ ստեղ, որպեսի միանամ որդեգորուսների կոչին, միշտ համոզված չէի, որ ևս մեկ անգամ չեն խաբվելու, ինչպես միշտ, ինչպես 6 տարվա ընթացքում։ ԵՒս մեկ անգամ համոզվեցինք, որ խաբված ենք այսօրվա իշխանությունների կողմից, ավելի ճիշտ այսօրվա թուրքահպատակ իշխանությունների կողմից։ Հիմնավորեմ ասածներս, 44 օրյա պատերազմին մենք էլ ենք, ես Մոսկվայում ատամնատեխնիկ եմ աշխատել, ատամնաբույժ, 20 թվականին եկել եմ, աղբորից հետ մասնակցել ենք։ Մինչև այսօր աստուն փառք ենք տալիս, ովքեր գտել են իրանց որդիներին, եղբայրներին, հայրերին, հողին են կազմել։ Բայց կան մարդիկ, որ մինչև այսօր չգիտեն, որդին ողջ է, զոհված է ու անպատասխան է մնացել։ Ինչ վերաբերվում է այսօրվա իշխանությունների կեղծխաղությանը, հարգելի հայազգ, հարգելի Հայաստանի բնակիչներ, Հայաստանում հայազգից բացի եզդի եղբայրներ կան, հրեաներ կան, բոլորին է վերաբերում։ Այսօրվա կեղծ իշխանությունը թուրքահպատակ խաղաղություն չի բերել, սա ընդամենը ժամանակավոր հրադադար է, քանի որ այնքան բան է խոստացել Էլդովանին եւ Ալիևին։ Եթե չանի հաստատ պատերազմ կլինի, ոչ թե ինքը կլինի, մեկ ուրիշը կլինի, իրանք վախենում են, եթե մեկ ուրիշ իշխանություն գա, կհրաժարվեն Զանգեզուրի միջանցքից, մնացած ոչ հայանպաստ խոստումներից ու ուզած չուզած պատերազմ լինելու է։ Մի խոսքով, մի հավատացեք կեղծ իշխանությանը, այսօրվա թուրքահպատակ իշխանությանը։ Ես մի քիչ հուզված եմ, նույնիսկ դողումա ջանս։ Խոսքս ուզում եմ ուղղել այսօրվա բոլոր ոստիկաններին, հարգելի ոստիկաններ, մենք ձեզ հարգանքով ենք միշտ վերաբերվում, բայց մի բան եմ ուզում շեշտել։ Նիկոլ Փաշինյանը իր հոր ջեբից չի ձեզ աշխատավարձ տալիս։ Այդքան զինվոր չկա պոստերում, ինչքան ոստիկան կա Երևանի քաղաքներում։ Հասկանում եք, ընտանիք եք պահում, երեխա եք պահում, բայց ընտանիք պահելուց առաջ պետք է երկիր պահենք։ Ես Գորիսից եմ, ընկերներ ունեմ նահատակված, ամեն աստծոր ես պանթեոն եմ մտնում։ Նաև հավելում, որ Արտավազը նաև որոնողականին է մասնակցել։ Կոմյակ պետական այլ կա, հիմնավորի, որ իրանք մասնակցել են։ Ես, չէ, հիմա չեմ ելնում, սենց մի բան ասել, 20 թվականի պատերազմը երբ որ ավարտեց, պահանջեցին զենքերը, այսինքն չավարտվեց, երբ որ այդ չարաբաստիկ հաստատուղթը ստորագրեց կապիտուլյացիայի։ Պահանջեցին իրանց տրված զենքերը հանձնեցինք։ 23 թվականին սեպտեմբերի 12-ին մինչև մի շաբաթ շուտ Արցախ հանձնելուց առաջ ես Գորիսի պանթեոնից կոչ արեցի Արցախիներ կրվող տղաներին էլ, որ չհանձնվեն, զենքերը վայր չդնեն,
Ես Թուրքի տրաֆեում էի, ավտոմատում էի, չէի հանձնել ճիշտ որ ճիշտ։ Հաջորդ 11-ին կոչ արեցի, 12-ին եկան կանանավորեցին։ Ասին քիչ ես հանձնել, ասի լավ եմ արել։ Գռիվը չի բրծել, չեմ հանձնել։ Իմ օղը ջրի համար եմ պահում։ Իմ պաշտպանության 3 տարի թաքստոցում է եղել իմ զենք զինամթերքը, ոչ հանել եմ կրակել, ոչ մեկին վախեցրել եմ։ Դատի ժամանակ, երբ որ հարցնում են քիչ ես հանձնել, ասում եմ ես գոնե Թուրքից մի զենք եմ բերել։ Միլիարդների զենք եք հանձնել թուրքերին, ում եք դատել։ Գոռում եք վարչապետի կինը, ավելի ճիշտ ժամանակավոր վարչապետի կինը, որ 11,000 դավաճան կա, 11,000-ից քանի հոգ են դատված, պատասխանատվության ենթարկված։ Զենքը չեմ հանձնել նրա համար, որ ես իմ հողը ջուրը պահեմ։ Հողերը հանձնեցի, ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց։ 5,000 հոգու մատաղի տվի, 10,000-ին ինվալիդ սարքեցի, այսօրվա դրությամբ 191 հոգի, եթե չեմ սխալվում, անհայտների ցուցակների մեջ է, անհայտ է վիճակը, կարգավիճակը։ Ասելիքս նա է, որ ես չեմ հավատում, ես ուզում եմ շեշտել, որ ոչ մի կուսակցության անդամ չեմ, չեմ էլ ուզում լինել։ Իմ կուսակցությունը, իմ զինվորն է, իմ մարտական ընկերներն են, կռված տղաներն են։ Չեմ հավատում այս իշխանությանը, բայց հույսս չեմ կտրում, պայքարելու եմ մինչև վերջ որդեկորիցների հետ, որպեսզի քննիչ հանձնաժողովը իր հետաքննությամբ բոլոր հարցերը հրապարակվի, որպեսզի ոչ մեկի համար անհայտ մութ ոչ մի բան չմնա, ու դրա հետ մեկտեղ որպեսզի պատժվեն բոլոր մեղավորները եւ Արցախի հարցում հողերը հանձնելու եւ միլիարդավոր զենքերը հանձնելու եւ մեր նահատակներին մատաղ տալու, ովքեր մեղավոր են, պետք է պատասխան տան։ Այսօր չլի վաղը կլինի։ Մեկը դուք ցմաք չեք, գնալու եք օրերից մի օր, իսկ թվում է շատ շուտով հեռանալու եք։ Ու հեռանալու հետ միասին պատասխան եք տալու։ Մենք սենց արհամարված չենք մնալու ձեր կողմից։ Աստված առաջ, ինձ թվում է հաղթանակը մերն է լինելու։ Համ Հայաստանում, համ Արցախում, համ մնացած բոլոր բնակավարներում։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ հիմա